17 համայնքի կտրամադրվի 1 միլիարդ 682 միլիոն դրամ 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար։ Սուբվենցիոն ծրագրերն է ներկայացվել ու համաֆինանսավորման որոշում է կայացվել այսօրվա կառավարության նիստում։ Արարատի մարզում 8 ծրագիր, Արմավիրի մարզում 6, Գեղարքունիքի մարզում 4 ծրագիր, Լոռու մարզում 1 ծրագիր, Կոտայքի մարզում 1 ծրագիր, Շիրակի մարզում 3 ծրագիր, Վայոց ձորի մարզում 1 ծրագիր եւ Տավուշի մարզում 3 ծրագիր։ Շիրակի մարզում Ամասիա բնակավայրի Բյուրական, Բանդիվան, Զորակերտ, Ծաղկուց, Շաղիկ, Աղվորիկ, Արեգնադեմ, Կտաշեն եւ Մեղրաշատ բնակավայրերի փողոցային լուսավորության անցկացում ավարտված են աշխատանքները, ընդհանուր առմամբ 11.7 կիլոմետր լուսավորության ցանց է կառուցվել, տեղադրվել է 391 հենասուն, 391 LED լուսատու։ Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում ավարտված են աշխատանքները, 1.8 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է հիմնանորոգ ասֆալտապատվել։ Արթիկ համայնքի թվով 12 բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցում։ Աշխատանքներն ավարտված են, 16.7 կիլոմետր լուսավորության ցանց է կառուցվել, 561 հենասյուն, 561 LED լուսատու։ Քանի դեռ բոլոր քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի լինելու։ Թվայնացման անկյունակարը ID քարտն է։ Այս մասին այսօրվա կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համընդհանուր հայտարարագիրը պարտադիր է բոլորի համար, առանց բացառության բոլորի համար։ Բոլորի թոշակառուների, ոչ թոշակառուների, աշխատողների, չաշխատող բոլորի համար պարտադիր է։ Այն տրամաբանությամբ, որ այնտեղ հիմա էլ կա հնարավորություն, եթե թվային չեք ուզում ներկայացնել, կարող եք ներկայացնել նաև թղթային տարբերակով, բայց քաղաքացիների 98%-ը ներկայացնում է թվային տարբերակով։ Ինչի՞, որովհետև գուցե նաև այն պատճառով, սա կարող է լինել պատճառներից մեկը, որ հայտարարագիր ներկայացնելու ժամկետը փետրվարն է, իսկ փետրվարին ցուրտ է, թվային եղանակով ներկայացնելու համար պետք է դուրս գալ, ինչ որ գործողություն անել եւ էս էլ հաջորդ գործոնը։ Օրինակ մենք նաև խոսում էինք թվային որոշ պլատֆորմների գործարկման մասին, օրինակ մեզ ներկայացվեց, որ թվային պլատֆորմներից մեկի գործարկման առաջին ամիսներին, առաջին շրջանում, ասենք ենթադրենք հիմա ճշգրիտ չեմ ասի, որ ամիսը կամ գուցե տարին, օրը, այսինքն ընդամենը 600 օգտատեր էր օգտվում դրանից։ Այսինքն համակարգը ներդրվել է, 600 օգտատեր է օգտվել դրանից։ Հիմա օգտվում է ըստ էության ամբողջ բնակչությունը, բայց 600 օգտատերոջ հետ կոմունիկացիա տեղի ունեցել։ Մարդիկ փորձարկել են, բողոքել են, դիմել են, արձագանք են տվել եւ այլն, եւ քաղաքացիների արձագանքների հիման վրա լավարկվել, այնքան մինչեւ դարձել է, որ այսօր գործնականում այդ ծառայությունից այլ ամբողջ բնակչությունը օգտվում է դրանից։ Եվ հետո հաջորդ մի հատ ուրիշ հանգամանք կա, որ տեսեք, մենք Էստոնիան աշխարհում առաջատար երկիրն է թվայնացման բնագավառում, բայց երբ որ մենք ասում ենք վայ արդեն 2 կամ արդեն 7 կամ արդեն 5 տարի է, բա թվայնացնում ենք, բա ինչի թվայնացումը առաջ չի գնում, նախ քանի դեռ բոլոր քաղաքացիները չունեն ID քարտ, թվայնացում չի լինելու, ինչ ուզում եք արեք, այսինքն թվայնացման անկյունակարը ID քարտն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին 100 օրն ամփոփել է ելույթ ունենալով Միչիգանում։ Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ իր նախագահության 100 օրն ամենահաջողն են եղել երկրի պատմության մեջ։ Նա ընդգծել է, որ այդ ընթացքում իր գլխավոր ձեռքբերումը կոշտ ներգաղթային քաղաքականությունն է։ Թրամփը վստահեցրել է, որ Ամերիկան կրկին հզոր է դառնում եւ դա անում է շատ արագ։ Մենք նոր ենք սկսել, դուք դեռ ոչինչ չեք տեսել, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Իր կողմնակիցներին ասել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի ելույթը տևել է 1.5 ժամ, սակայն
սակայն նա գրեթե չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը։ ԱՄՆ նախագահը միայն շեշտել է, որ մտադիր է առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ։ Խոսելով Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրվա մասին, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նշել է, որ Թրամփը այդ ընթացքում ավելի շատ բանի է հասել Ուկրաինայի հարցում, քան նախորդ վարչակազմը 1200 օրում։ Fox News-ի եթերում նա նշել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում ուկրաինացիների հետ տեղի է ունեցել շատ անկեղծ եւ բաց զրույց, որի ընթացքում ամերիկյան կողմը ներկայացրել է 22 կետից բաղկացած հստակ քայլերի առաջարկ։ Քելոգի խոսքով Կիևը ոչ բոլոր կետերի հետ է համաձայն։ Խոսելով Մոսկվայի առաջարկած երրորդյա հրադադարի մասին, Քելոգը նշել է, երրորդյա հրադադարն աբսուրդ է, նախագահը ցանկանում է մշտական համապարփակ հրադադար, օդում, ջրում եւ ցամաքում առնվազն 30 օրով, որից հետո մենք կարող ենք այն երկարաձգել։ ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է, որ կհրաժարվի Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղղված դիվանագիտական ջանքերից, եթե առաջընթաց չգրանցվի։ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ փոխանցելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղերձը նշել է, եկել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից պատերազմին վերջ տալու կոնկրետ առաջարկների ժամանակը, եւ եթե առաջընթաց չլինի, Միացյալ Նահանգները կդադարեցնի իր միջնորդությունը։ Միացյալ Նահանգներն այլևս չի կարող իրեն թույլ տալ սուբսիդավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։ New York Post-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, հավելել՝ Ուկրաինայի պաշտպանությունը պետք է առաջնորդվի Եվրոպայի կողմից։ Նա հաստատել է, որ վարչակազմը կաջակցի Եվրոպային ռազմական եւ դիվանագիտորեն, բայց կլինի պահանջատեր բոլոր մակարդակներում։ Միացյալ Նահանգներն ունենալով 33 տրիլիոն դոլար պարտք չի կարող սուբսիդավորել եվրոպական անվտանգությունը, նշել է Ուոլցը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր օգնությունն է առաջարկել թույլատնելու լարվածությունը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի խոսքով Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետի եւ Հնդկաստանի արտգործնախարարի հետ։ Գուտերեշը շեշտել է, որ անհրաժեշտ է խուսափել առճակատումից, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Նա առաջարկել է իր ծառայությունները լարվածության թույլատման ջանքերին աջակցելու համար։ Հնդկական լրատվամիջոցները գրում են, որ այս գիշեր պակիստանցի զինվորականները մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը։ Հրուշակագործությունը ինձ համար երազանքներից մեկն է, որոշել էի գնալ Երևանում աշխատել, բայց հետո հնարավորություն եղավ եւ մեր հայրենի գյուղում ես սկսեցի աշխատել։ Ես Գյումրեցի եմ, շատ լավ թխում եմ մեր Գյումրեվա ավանդական գաթան, փախլավան, իսկ հիմա այս արտադրամասում ինչեր ենք թխում, քիթից տորտեր, մասիպանով, դարչինով, իմբյուրով։ Այս համեղ գործի գաղափարը դեռևս ծնվել էր COVID-ի տարիներին, բայց գործունեություն ծավալելու հնարավորություններ չկային։ 2021 թվականին մասնակցեցի կառավարության ընձեռած 19-րդ միջոցառում ծրագրին, ստացա էժան վարկավորմամբ ֆինանսավորում եւ 2021 թվականի դեկտեմբերից մենք արդեն հիմնեցինք փոքրիկ հրուշակագործության արտադրամաս Վարդակար գյուղում։ Դա ընտանեկան բիզնես էր, սկզբից աշխատակիցները 1-2 հոգի էին։ Հենց հիմնադրման օրվանից էլ եւ հետո էլ որ ավելի ընդլայնեցինք արտադրամասը, առաջարկները շատ էին, որ քաղաքում հենց Գյումրիում հիմնեինք, բայց ես սկզբունքորեն ուզում էի, որ անպայման գործունեությունը ծավալվի գյուղական համայնքում, որովհետև գյուղում ոչ մի արտադրություն չկար, ոչ մի բիզնես չկար եւ ինձ շատ էր մտահոգում, որ գյուղական համայնքում զարգացում չկա, ինձ հնարավորություն էր ընձեռված մի փոքր դումա ներդնել այդ առումով, որ գյուղում ստեղծեի աշխատատեղեր եւ գյուղի այն կանայք, ովքեր տանը նստած էին, գային աշխատանքի, տանից դուրս գային։ 6 ամիսը մեր գործունեությունը շարունակում ենք Շիրակի մարզի Նոր կյանք գյուղում եւ նոր կյանք ենք տվել Նոր կյանք գյուղին։ Մեր գործունեությունը ընդլայնելուն շատ մեծ ներդրում ունեցավ Արաքած Հովիտ կազմակերպությունը, որ մեր համագործակցության արդյունքում մենք ունեցանք ավելի ընդարձակ, լուսավոր, կահավորված արտադրամաս, մենք ավելացրեցինք մեր աշխատատեղերը։ Թեև մասնագիտությամբ լրագրող եմ, բայց սիրում եմ համեղ թխել, պատրաստել, սա իմ հոբին է, ունենք պահանջարկ, տիրում են շատ պատվերներ, առաքումներ կատարում ենք Գյումրիում, Մարալիկում, Արթիկում, հարակից գյուղերում եւ հեռահար նպատակներ կան, նաեւ մարզից դուրս հանել արտադրանքը։ Երբ ես գործը սկսեցի, գյուղում թերահավոտորեն էին վերաբերվում, որ կինը կարող է բիզնես գործունեությամբ զբաղվել, բայց հիմա կարծում եմ, որ այդ կարծրատիպերը կոտրվել են, քանի որ այնպիսի թիմ է հավաքվել եւ այնպիսի կանայք են հավաքվել, ովքեր սարի նման կանգնած են իմ թիկունքին եւ նրանց շնորհիվ նաեւ ես կարողանում եմ առաջ շարժվել։
Մենք միշտ բաց ենք մեր գիտելիքը, մեր հմտությունները կիսել բոլոր ցանկացողների հետ, հիմնել ենք ուսումնական մաս, սովորեցնում ենք հրուշակագործություն, ֆուրշետ, երիտասարդ աղջիկների համար այդ ամենը մենք անում ենք անվճար, որպեսզի նրանց մոտ սեր սերմանենք դեպի հրուշակագործությունը։ Մենք մի կարևոր հարց ենք լուծում նաև այս ուսումնական մասով, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են մեր արտադրամասում աշխատել կամ կվերապատրաստվեն, վերապատրաստվելուց հետո հնարավորություն կունենան նաև աշխատել արտադրամասում։ Երբ ես նոր էի սկսում, ես պատկերացնում էի, որ ես պետք է առաջ գնամ եւ ամեն ինչ անեմ, որ ամուր կանգնեմ ոտքերի վրա։ Այս հաջողությունից ողջավորված մի հետաքրքիր գաղափար կա, որ ուզում եմ անպայման իրականացնել։ Ունենք գեղեցիկ կանաչապատ տարածք, ուզում ենք դա հյուրընկալ մի անկյուն դարձնել, այստեղ թեյախմություններ կազմակերպել, տեսականուն ծանոթացնել, նաեւ հնարավորություն ունենան մատուցելու հայկական ավանդական աղանդերներ։ Հիշողության ձայն է իր ստեղծագործությունները այս խորագրով է ներկայացրել Դիլիջանցի փայտագործ վարպետ 87-ամյա Ռազմիկ Սահակյանը, այն նվիրելով ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին։ Սա իր 6-րդ անհատական ցուցահանդեսն է, որից 4-ը կայացել է Դիլիջանում, իսկ քաղաքի երկրագիտական թանգարան պատկերասրահում առաջինն է։ Վարպետ Ռազմիկը, ինչպես ինքն է սիրում, նշում ենք Ռազմիկ պապը, շատ հետաքրքիր յուրօրինակ աշխատանքներով է ներկայանում, որը մեծ այսպիսի մասշտաբով երբևէ չի ցուցադրվել։ Ճիշտ է, հիմնականում փայտից պատրաստված են խճանկարները, բայց այստեղ ոչ թե հարցը փայտն է, այլ թե մարդ փայտով ոնց է ստեղծել, ստեղծագործել։ Թեև այստեղ 30 գործ է ցուցադրված, բայց դրանց թիվը 300-ից ավելի է եւ ոչ մեկը մյուսին չի կրկնում։ Մի մասը տեղ է գտել 9 երկրի տարբեր ցուցասրահներում։ Վարպետ Ռազմիկը մանրակերտ փայտարվեստով հրապուրվել է 15 տարի առաջ, մի պատահական դիպվածով։ Իմ բակում կոտրում էին վառելիքի փայտ։ Բոխենի փայտը չէր կոտրվում։ Ես էլ նայեցի ու աշկս ընկա, որ այս բոխենին տերևի տեսք ունի։ Խնդրեցի, որ չջարդեն, կտրտեցի 6 մաս, սարքեցի տերևներ և մեկ ուղարկեցի Կանադա, իմ թորնիկին, մինչև հիմա էլ իր տանն է։ Եվ այդտեղից սկսվեց իմ աշխատանքների սկիզբը։ Տեղական անտառային եւ մրգատու 10-ից ավելի ծառատեսակի փայտի մանրագույն կտորները բնական բազմազան երանգապնակով վարպետի ձեռքի տակ դառնում են գունեղ խճանկարներ։ 5 մայրցամաք այնտեղ բնակվող հայերով միասնության գաղափարն արտահայտող մանրակերտի համար օգտագործել է 50,000 փայտի մասնիկներ։ Հաճախ է դիմում հայկական գորգի զարդանախշերին։ Ես փայտը ուղակի չեմ կտրում, այն ինքն է հուշում, ինչ պիտի դառնա, ասում է փայտագործ վարպետը։ Թեմաները շատ բազմազան են։ Հիմա այստեղ ունեմ ես Արարատ լեռը ցուցադրած, որի ամենամանր հատիկները այդ գործում է 1 քառակուսի սանտիմետրը 36 հատիկ է։ Այդպիսի աշխատանքներ մոտարապես ունեմ 20 հատ։ Մինիմում 11 ծառատեսակ եմ ես ընտրել։ Դիլիջանի անտառներից, որը անտառի փայտ է, դա բոխենին է, հաճարին, կաղնին, լեն տիրևը։ Օգտագործում եմ վայրի գիլասը։ Այդ փայտերը կարծրություն ունեն։ Իսկ իմ բաղից խնձորենին, թութը, պոպոքը, տանձը եւ շատ մեծ գույների տարաչափեր ունի մեր սև դամբուլը։ Ամեն ստեղծագործության համար պահանջվում է 1-ից 2 ամիս, իսկ կոնստրուկտոր, գծագրողի, մեխանիկ ինժեների եւ ինժեներ-շինարարի մասնագիտության գերազանց տիրապետումը միայն օգնում է գործին։ Օգնում է նրանում, որ ասենք ես կարողանում եմ այս սեղանի աշխատանքները համաչափ տեղադրել։ Դա գծագրությունն է, դա շինարարությունն է։ Երբ որ ասենք այս աշխատանքները գալիս են մասնագետները նայում են, ինձ ասում են, պապի, սա դու ես արել, ասում եմ, հա, բա ով է գծագրերն արել։ Դիլիջանյան ավանդական փայտարվեստը նոր որակի հասցրած վարպետը դեռ 50 անավարտ գործ ունի, ապագայի ծրագրերն էլ քիչ չեն, այդ թվում նոր եւ ավելի ընդգրկուն ցուցահանդես ունենալը։ Ես Մենո Ավետյանը սովորում եմ Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում։
Կուրսանտ Մենուա Ավետյանը ռազմաբժշկական ֆակուլտետի 2-րդ կուրսում է սովորում։ Դեռ մանկուց է սիրել զինվորականի մասնագիտությունը եւ որոշել ընտրել հենց այս ճանապարհը։ Մեծանալով զինծառայողի ընտանիքում վաղ տարիքից գիտակցել եմ ծառայության կարևորությունն ու վեհությունը եւ տարիքին զուգընթաց փորձում եմ ընտրել նենց մի մասնագիտություն ու ոլորտ, որտեղ հնարավոր կլինի մարդասիրությունը եւ պետական ծառայությունը միահյուսել ու ռազմաբժշկական ֆակուլտետը տվեց այդ հնարավորությունը, որ կարողանամ իմ բժշկական գիտելիքներով օգնել մարդկանց եւ ծառայել հայրենիքիս։ Հայրենիքին են ծառայում Մենուայի ընտանիքի բոլոր անդամները, ասում է մեծ պատասխանատվություն ու պարտավորություն է շարունակել ընտանեկան ավանդույթները եւ դա անում է մեծ սիրով եւ նվիրումով։ Լինել զինծառայողի ընտանիքից մեծ պատիվ է կարծում եմ ու հնարավորինս կփորձեմ հայրիկիս անունը բարձր պահել։ Զինվորականի պատիվը բարձր պահելու եւ մասնագիտությանը լավագույնս տիրապետելու համար կուրսանտ Ավետյանը ջանք ու եռանդ չի խնայում։ Երիտասարդ տղան քաջ գիտակցում է երկու մասնագիտությունների առաքելությունը եւ կարեւորությունը, առավել եւս, երբ դրանք համադրվում են։ Եթե ընտրել եմ այս մասնագիտությունը, կարծում եմ երկուսը միասին, եւ համազգեստ, եւ սպիտակ խալաթ, պետքա երկուսն էլ անբաժան լինեն ինձնից։ Մենուայի եւ մյուս կուրսանտների առօրյան բավականին հագեցած է դասեր, մասնագիտական տարաբնույթ առարկաների սերտում, պարապմունքներ եւ այս ամենը հմուտ ու բանիմաց ռազմաբժիշկներ կրթելու համար։ Սովորում ենք 6 տարի, պլյուս 1 տարի ինտերնատուրա, որից հետո ստանալու ենք բնակարան, 7-րդ տարին լրանալուց հետո մեկնելու ենք ծառայության 2 տարի ժամկետով։ Հայրս ինքը զինծառայող է, այժմ պահեստազորի գնդապետ ու ինչպես ասում են, երբ աչքս բաց եմ արել, արդեն զինվորական համազգեստ եմ տեսել ու դեռ մանկուց սիրել ու հարգել եմ թե համազգեստը, թե բնականաբար նաև զինծառայողներին։ Սամվել Տիտանյանն էլ ռազմաբժշկականի առաջին կուրսում է սովորում, թեև մեկ կիսամյակ է ինչ կուրսանտ է, սակայն լավ է պատկերացնում իր առաջիկա անելիքներն ու հետագա ծրագրերը։ Երկու երթում, երկու համազգեստ, դրանց մեջ որոշել որն ավելի կարևոր կամ առավել ինձ հոգեարազատ կդժվարանամ պատասխանել, քանզի երկուսն էլ իմն են, երկուսն էլ ինձ բնորոշ են, թե իմ մտածելակերպին եւ թե իմ հոգեվիճակին։ Նպատակին հասնելու համար ապագա ռազմաբժիշկը պատրաստ է հաղթահարել ցանկացած խոչընդոտ եւ դժվարություն, իսկ դրա համար պետք է ամուր կամք, աշխատասիրություն եւ հետեւողականություն։ Մոտակա 10 տարին երևի թե ես գտնվելու եմ ռազմաբժշկական ֆակուլտետում, սովորելու եմ այստեղ, մասնագիտանալու եմ ու հետագայում իմ ծառայությունն ու գործունեությունը, իմ պարտքը տալու եմ իմ հայրենիքին զինված ուժերում որպես բժիշկ։ Ռազմաբժիշկներ կրթող այս դարբնոցն արդեն 3 տասնամյակից ավելի զինված ուժերին տալիս է փորձառու եւ արհեստավարժ մասնագետներ, եւ հենց այս նպատակով ֆակուլտետում բարեփոխումներն ու արդիականացման ծրագրերը մշտական բնույթ են կրում։ Վերջերս Պաշտպանության նախարարի հրամանով ռազմաբժշկական ֆակուլտետի սպաները Մյունխենի ռազմաբժշկական գերազանցության գրասենյակի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել, ծանոթացել ՆԱՏՕ անդամ երկրների կադրերի պատրաստության մեթոդներին։ Համաձայնություն ձեռք բերվեց, որ ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոսական անձնակազմը, նաև կուրսանտական անձնակազմը կարող են ռազմաբժշկական գերազանցության կենտրոնում անցնել տարբեր դասընթացներ, վերապատրաստման կուրսեր, ինչպես նաև կուրսանտական անձնակազմը կարող է մասնակցել գերազանցության կենտրոնի կողմից կազմակերպված ռազմաբժշկական զորավարժություններին եւ վարժանքներին։ Ծրագրեր կա միջազգային մեր գործընկերների DIP-ի ակադեմիայի, ՆԱՏՕ DIP-ի ակադեմիայի գործընկերների հետ ընդլայնելու էլեկտրոնային ուսուցման հարթակների կիրառումը, մասնավորապես նույն DIP-ի ակադեմիայի կողմից մշակվել է Իլիաս էլեկտրոնային ուսուցման համակարգը, որը համագործակցության արդյունքում հուսով ենք, որ շուտով կներդրվի նաև ռազմաբժշկական ֆակուլտետում։ Ֆակուլտետում ավանդական կրթական ծրագրերից զատ կիրառվում է նաև էլեկտրոնային ուսուցման համակարգը, որը կուրսանտների համար ժամանակակից չափորոշիչներով գիտելիքներ ստանալու համար լայն հնարավորություններ է ստեղծում։ Իսկ մեր ռազմաբժիշկներին ավելի մրցունակ դարձնելու նպատակով շուտով կներդրվի նաև ռազմաբժշկական անգլերենի ուսուցումը։ Զարուհի Ռշտունի, Հայկ Չիլինգարյան, Զինուժ։ Կարևորելով գյուղական բնակավայրերում նախադպրոցական կրթության հասանելիությունը, Հայաստանի հարավում իրար հետևից մանկապարտեզներ են բացվում։ Մեղրիի Շվանիձոր բնակավայրը նախակրթարան ունի, փոքրիկ, բայց հարմարավետ, կահավորված ու աչք շոյող սենյակը երեխաների օրը հետաքրքիր կդարձնի։
Մենք նոր հորիզոն ենք գծում մեր երեխաների համար, հենասյուն համայնքի շարունակության համար, ուղերձ, որ նույնիսկ սահմանին հեռավոր բնակավայրերում մենք ստեղծում ենք հավասար հնարավորություններ, պատշաճ պայմաններ եւ արժանապատիվ ապագա։ 25-20-ի համար նախատեսված մանկապարտեզ այժմ հաճախում է 12 երեխա։ Բացի կրթական հնարավորություններից, այն նաև ստեղծել է 4 նոր աշխատատեղ։ Շվանիձորի, Կարճևանի եւ Ալվանքի մանկապարտեզները Ագարակի նախադպրոցական ուսումնական հաստատության մասնաճյուղերն են։ Մեր աշխատանքը մի քիչ ավելի դժվարացավ, բայց ամեն ինչ անում ենք յուղի երեխաների համար։ Ճաշացանկ կազմելու ենք Ագարակի մանկապարտեզով եւ ուղարկում ենք Ալվանք, Կարճևան եւ Շվանիձոր, նույն ճաշացուցակից օգտվելու են նաեւ մասնաճյուղերը, ասեմ, որ շատ հագեցած, չափորոշիչներին համապատասխան, ամեն ինչը թարմ ճաշացուցակ է։ Ավելի քան 20 տարի Շվանիձորը նախակրթարան չի ունեցել։ 5 տարվա ջանքերի, տեխնիկական ֆինանսական միջոցների ներդրման շնորհիվ բնակավայրն այժմ կապահովի նախադպրոցական կրթություն, որից նախկինում երեխաները զրկվել էին կամ այլ բնակավայրերում էին ստանում։ Հիմա շատ լավ է, աշխատող մայրերը կկարողանան իրենց ժամանակը ճիշտ կազմել եւ երեխաներն էլ իրենք կարող են իրենց ժամանակը անցկացնել մանկապարտեզում եւ լավ բաներ սովորել։ Աղջիկս ու տղաս հաճախելու են մանկապարտեզ, մեծ աղջիկս դպրոց։ Եվ շատ ուրախ ենք, որ բացվել է Շվանիձորի մանկապարտեզը, շատ երկար տարիներ ենք սպասել մենք դրան։ Վերջապես մեր երեխաները կունենան զբաղվելու, խաղալու հնարավորություն։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում է իրականացվել մանկապարտեզի նորոգումը։ Ներկաները հույս հայտնեցին, որ նման նախաձեռնությունները կնպաստեն համայնքային կյանքի զարգացմանն ու բնակիչների տեղում մնալուն։ Ծրագրի ընդհանուր արժեքը նախնական եղել է 34.5 միլիոն դրամ, որի մեջ պետական մասնաբաժինը շուրջ 65%, գույքի համալրումը իրականացվել է համայնք միջազգային գործընկերներ համագործակցության շրջանակում, նաև այն բոլոր գույքը, որը նախատեսված չի եղել եւ պարտադիր է եղել նախարարության կողմից սահմանված նորմերով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսվել է ձեռք բերել եւ նվիրաբերել Մեղրի համայնքին։ Բնակավայրին նոր շունչ հաղորդած կառույցը նաև շատերին Բաքում երկար խաղալու հնարավորություն կտա։ Հեռավոր Շվանիձորում այլ ծրագրեր եւս կյանքի կկոչվեն։ Այստեղ նախատեսվում է նաև կրթահամալիր շահագործման հանձնել։ Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Արթաշեն բնակավայրի 3 բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-ից 199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող եւ կարեւորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա Հարտաշենցու վարած բեռնատարը։ Գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են ավտոմեքենայում։ Ապրիլի 20-ին ժամը 17:17-ին բեռնատարը հայտնաբերվեց նույն ավտոճանապարհին։ Վարորդը 36 եւ 17 տարեկան ուղևորները գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին ու ներկայացվեցին Սիսիանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խոզարկությամբ մեքենայում հայտնաբերվեցին ավելի քան 1600 մետր ալյումինե հաղորդալար եւ ալյումինե դետալներ, նաեւ հանցագործության գործիքները, էլեկտրական մետաղահատիչ, շարժիչային գեներատոր, ակցան։ 33-ամյա վարորդի տան եւ օժանդակ շինությունների խոզարկությամբ հայտնաբերվել են նույն տեղից գողացված հաղորդալարեր, հեղիոս մանեկներով արկղեր, մետաղյա դետալներ։ 3 անձի մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն 2023-24 թվականներին խախտելով ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները Արարատի մարզում իրականացրել է ավազակոպչային խառնուրդի ապօրինի արդյունահանում։ Պարզվել է, որ ընկերությունն ունի 1.44 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից տարածքում Հրազդան գետի ափին արդյունահանել է մոտ 7770 խորանարդ
մետր ավազակոպչային խառնուրդ, որը Դարբնիկ գյուղում գտնվող տեսակավորման կետից իրացրել է շուրջ 46 միլիոն դրամով։ Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության եւ ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով։ Տեխնիկական աննախադեպ վերազինում, մասնագիտական նոր թիմ եւ շուրջօրյա սպասարկում։ 2025 թվականի ապրիլի 16-ից օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակում է աշխատանքը գերժամանակակից համալիրում։ Սա միայն կենտրոնի շենքային պայմանների փոփոխություն չէ, այլ օպերատիվ իրավիճակի վերահսկման որակապես նոր մակարդակի անցում։ Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնը իրականություն դարձավ Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերով եւ միջազգային գործընկերների ԱՄՆ-ի եւ ԵՄ աջակցությամբ։ Կենտրոնում ներդրված լուծումները համատեղում են ժամանակակից տեխնիկական հնարավորություններն ու աշխատանքային հարմարավետ պայմանները։ Կենտրոնում տեղադրված սեղանները բարձրացվող են, ինչը հնարավորություն է տալիս 24 ժամվա լարված աշխատանքի ընթացքում, երբ որ ժամանակ չենք ունենում, այսինքն սրահից երկար բացակայելու, կանգնած աշխատել, թեթևացնում է ֆիզիկական լարվածությունը եւ ավելի հարմար է։ Նշեմ եւս մեկ առավելություն՝ ձայնամեկուսիչ ապակիները, ինչը թույլ է տալիս զանգի ընթացքում խուսափել ավելորդ աղմուկից եւ ավելի արագ սպասարկել ահազանգը։ Ծրագրային նոր լուծումների եւ ներդրված տեխնիկական նորագույն համակարգերի շնորհիվ կենտրոնի ծառայողները անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունեն 24-ժամյա ռեժիմով ուղիղ միացումով հետևելու բարեկային ծառայության կարգախմբերի աշխատանքին։ Կապի համակարգերի ու ծրագրային նոր լուծումների շնորհիվ կենտրոնի անձնակազմը շուտով կկարողանա օպերատիվ իրավիճակը վերահսկել նաեւ թռչնի թռիչքի բարձրությունից։ Դրոնների միջոցով մեզ հնարավորություն է ընձեռնվելու հետևել խցանումներին, գտնել դրանց պատճառական կապերը եւ բարեկային կարգախմբեր ուղարկել կոնկրետ խցանման հենց վայր։ Հնարավորություն ենք ստանալու ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հետապնդելու, ինչպես նաեւ հետախուզվող տրանսպորտային միջոցները, հետևելու զանգվածային միջոցառումներին։ Անօդաչու թռչող սարքերի շնորհիվ կենտրոնի ծառայողները կկարողանան կատարել նույնականացում եւ ստացված տեսապատկերն անմիջապես փոխանցել բարեկային կարգախմբերին, էապես բարձրացնելով արձագանքման արդյունավետությունը։ Դրոնների կիրառումը լավ հնարավորություն է ինչպես օպերատիվ կառավարման, այնպես էլ արագ արձագանքման գործում։ Տեսադիտարկման դաշտը տեղափոխվելու է տեսապատ։ Նախկինում տեսապատ չի եղել, նոր գործարկված օպերատիվ կառավարման կենտրոնի մասնաշենքում է տեսապատը, որում երևում է եւ ահազանգերի քանակը։ Այս պահի դրությամբ քանի կարգախումբ է ուղարկվել, քանի կարգախումբ է ազատ։ Կենտրոնը հետևողականորեն ընդլայնում է գործառույթները արձագանքելով ժամանակակից մարտահրավերներին ու քաղաքացիների կարիքներին։ Առաջիկայում կներդրվի ճանապարհատրանսպորտային պատահարների կառավարման պարզեցված մոդել։ Պատահարի դեպքում բավարար կլինի զանգահարել միայն օպերատիվ կառավարման կենտրոն։ Ոստիկանություն Խոսքի եւ լսողության սահմանափակում ունեցող անձինք հնարավորություն կունենան պատահարների եւ իրավախախտումների մասին հաղորդել տեսաձայնագրության հավելվածի միջոցով։ Օպերատիվ կառավարման կենտրոնը շարունակաբար արդիականացվում է, իսկ ներդրվող գործառույթների ու քաղաքացիական կենտրոն մոտեցումների նպատակը առավել հասանելի լինելն ու արագ արձագանք ապահովելն է։